Բարև հարազատս։ Եթե վերջին շրջանում նյութական հարցերում դժվարություններ ես ունեցել, եթե քեզ ճնշված ես զգում, բավարարված չես զգում, ուզում եմ հստակ իմանաս, որ քեզ հետ ամեն բան կարգին է և դու ոչ մի սխալ բան չես անում։ Դու ոչ մի բանից հետ չես մնում, դու չես ուշացել ու ոչ էլ կոտրված ես։ Դու պարզապես այն կետում ես, որտեղից պատրաստ ես առաջ շարժվել, մի բան փոխել քո ներսում։ Դու ուղղակի պատրաստ ես քեզ ու քո կյանքը նոր աչքերով տեսնելու։ Սա իսկապես հզոր քայլ է։ Հիմա ուզում եմ, որ խորը շունչ քաշես։ Վերցրու խորը շունչ։ Հիմա մեղմ արտաշնչիր։ Զգա, թե ինչպես է օդը շարժվում քո մարմնով։ Զգա կյանքը քո մարմնի մեջ։ Զգա այս պահի նշանակալիությունը։ Դու այստեղ ես բաց սրտով ու բաց գիտակցությամբ։ Դու պատրաստ ես։ Եվ սա արդեն հրաշալի սկիզբ է։ Շատերն ամբողջ կյանքը ապրում են, չիմանալով, որ իրենց ներսում հզոր ուժ ունեն։ Ուժ փոխվելու, ուժ փոխելու ամեն ինչ։ Իսկ դու հիմա ընտրել ես բացել քո սրտի ու մտքի ողջ պոտենցիալը, և քո մտադրությունը արժանի է բարձր գնահատականի։ Ես շատ ուրախ եմ քեզ համար։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ծանր է, երբ գումարը չի բավարարում, երբ վճարումները կուտակված են, իսկ երազանքները թվում են անհասանելի։ Ես գիտեմ ինչ է նշանակում, երբ զգում ես, որ ինչքան էլ ջանք ես թափում, մի բան անընդհատ խանգարում է առաջ գնալու։ Այս զգացողություններն ունենալը լրիվ նորմալ է։ Երբ վախ կամ կասկած ես ունենում, դա չի նշանակում, որ դու թույլ ես։ Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր բան հիշես։ Դու ոչ թե կոչված ես ապրելու պակասի մեջ, այլ եկել ես այս աշխարհ ծաղկելու, ուրախություն, սեր ու առատություն զգալու համար։ Այս ամենի մեջ ներառված է նաև փողը։ Գումարն էլ է էներգիա, իսկ էներգիան արձագանքում է սիրո վիբրացիաներին։ Ինչքան շատ սիրես ինքդ քեզ, այնքան քեզ որպես անոթ կմեծացնես, տեղ կբացես լավ բաների, այդ թվում հարստության համար։ Մեզ սովորեցրել են, որ փող ուզելը սխալ է կամ եսակենտրոն, բայց դա իրականությանը չի համապատասխանում, հարազատս։ Գումարը պարզապես գործիք է, այն օգնում է քեզ հոգ տանել քո մասին, աջակցել ուրիշներին և ի վերջո վայելել կյանքը։ Շատերը վախենում են փողից, կարծելով փողը չարիքի պատճառ է, բայց խնդիրը փողը չի, գումարը մարդուն չար կամ բարի չի դարձնում։ Ամեն ինչ կախված է տվյալ մարդու սրտից, իսկ քո սիրտը բարի է, ու հիմա ես ուզում եմ, որ կրկնես ինձ հետ։ Ես ներդաշնակ եմ հարստության և առատության էներգիայի հետ։ Եվս մեկ անգամ կրկնիր, ես ներդաշնակ եմ հարստության ու առատության էներգիայի հետ։ Եվ նորից, ես ներդաշնակ եմ հարստության ու առատության էներգիայի հետ։ Զգա այդ թրթիռը քո մարմնի մեջ։ Թող այն բույն դնի քո ներսում, թող խոսի ամբողջ էությանդ։ Երբ ինչ-որ բան հաստատում ես, դու սերմ ես ցանում քո մտքի այգում, և ամեն անգամ, երբ կրկնում ես այդ միտքը սիրով ու հավատով, դու ջրում ես այդ սերմը։ Հետո այն սկսում է աճել։ Եթե քեզ երբևէ ասել են, որ դու բավարար չես, եթե քեզ ասել են, որ դու ավելին չես կարող ունենալ, ես ուզում եմ, որ հիմա ներես, մոռանաս այդ պատմությունը, բաց թող գնա։ Դու չես եկել այստեղ նեղության մեջ ապրելու։ Դու պարզապես գոյատևելու համար չես այստեղ։ Դու եկել ես ծաղկելու, փայլելու, բարեկեցիկ ապրելու։ Տիեզերքը պատրաստ է աջակցել քեզ, բայց այն սպասում է քո համաձայնությանը։ Երբ դու առատությանը ասում ես այո, կյանքդ սկսում է փոխվել։ Հնարավորությունները բացվում են։ Դու ներս ես թողնում խաղաղությունը,
Դու սկսում ես քայլել հանգիստ, վստահ կեցվածքով, իմանալով, որ կյանքը քո կողմից է։ Կրկնիր ևս մեկ անգամ. ես ներդաշնակ եմ հարստության և առատության էներգիայի հետ։ Իսկ հիմա հիշիր ամենակարևորը. դու մենակ չես այս ճանապարհին, դու իսկապես սիրված ես, դու պաշտպանված ես, և առատությունը արդեն գալիս է դեպի քեզ։ Փողի մասին ունեցած մեր համոզմունքները բառից բուն իմաստով նույնիսկ մերն էլ չեն եղել։ Երեխա ժամանակ մենք շատ բաներ ենք կլանել առանց հարցականի տակ դնելու։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկն ասել է գումարը ծառերից չի աճում, կամ մենք այդքան փող չունենք, կամ հարուստ մարդիկ ագահ են։ Այս արտահայտությունները նստել են մեր գլխում երբեմն որպես անտեսանելի ֆոնային երաժշտություն։ Եվ առանց գիտակցելու մենք սկսել ենք ապրել այդ պատմություններով և ընտրել մեր քայլերը այդ համոզմունքներից ելնելով։ Իսկ հիմա երբեմն մենք սկսում ենք զգալ ամոթ, մեղքի զգացում կամ վախ, ոչ թե այն պատճառով, որ փողը վատ բան է, այլ որովհետև մեզ պատմած պատմությունները լցված էին վախով։ Բայց հիմա մենք կարող ենք նոր պատմություն գրել։ Պատմություն հիմնված սիրո, վստահության ու հնարավորությունների վրա։ Դու պարտավոր չես շարունակ կրել այդ հին գաղափարները։ Դու պարտավոր չես կրկնել ուրիշի վախերը։ Դու կարող ես դադար վերցնել, շնչել խորը և նորից ընտրել։ Հինը թողնելը անվտանգ է, փաստորեն բաց թողնելը հենց առաջի քայլն է առատությունն ընդունելու համար։ Պատկերացրու մի շատ ծանր բան ես բռնել, շատ ամուր, շատ պինդ ես բռնել, ձեռքերդ լարված են, ուսերդ կծկված։ Այո, հենց այդպիսի զգացում է, երբ ներսումդ պահում ես սահմանափակող համոզմունքներ։ Բայց հիմա պատկերացրու, բացում ես ձեռքերդ ու թողնում այդ ծանրությունը։ Հանկարծ տարածություն է ստեղծվում։ Տեղ ավելի լավի համար, տեղ թեթևության, տեղ գումարի հոսքի համար։ Դա է տեղի ունենում, երբ դու ազատվում ես հին պատմություններից։ Դու բացում ես տեղ նոր հնարավորությունների համար։ Մի հզոր պրակտիկա կա սա իրականացնելու համար, հայելու պրակտիկան։ Գտիր խաղաղ պահ։ Դանդաղ մոտեցիր հայլուն, նայիր քո աչքերին մեջ առանց դատելու, միայն հետաքրքրությամբ ու մեղմությամբ ասա. Ինձ համար անվտանգ է ընդունել գումարը, ես հիմա ազատ եմ արձակում հարստության շուրջ եղած բոլոր վախերս։ Ասա սա դանդաղ, ասա կարծես հոգուդ խորքից է հնչում։ Թող քո հայելային արտացոլանքը լսի ճշմարտությունը։ Ինձ համար լիովին անվտանգ է ստանալ գումարը։ Ես բաց եմ թողնում վախը, որը կապված էր հարստության հետ։ Սկզբում գուցե տարօրինակ զգաս, դա բնական է։ Պարզապես քո հին մտածողությունն է, որ սկսում է շարժվել։ Շարունակիր, որքան հաճախ ասես, այնքան այդ խոսքերը կդառնան քո նոր իրականությունը։ Երբ ազատ ես արձակում վախը, բացում ես դուռը դեպի ուրախությունը, իսկ ուրախությունը մագնիսական է։ Տիեզերքը արձագանքում է ուրախությանը նվերներով, անակնկալներով, չսպասված օրհնություններով։ Բայց ամեն ինչ սկսում է նրանից, թե ինչին ես ընտրում դու հավատալ։ Դու այլևս անցյալի գերին չես, դու դառնում ես ստեղծող։ Ամեն անգամ, երբ օրհնում ես քո ֆինանսները, երբ բարությամբ ես խոսում ինքդ քեզ հետ, երբ ընտրում ես սերը վախի փոխարեն, դու մոտենում ես առատությանը։ Թող սա դառնա քո նոր հավատը։ Ինձ համար անվտանգ է ընդունել հարստությունը։ Ես արժանի եմ հարստության, ես թույլ եմ տալիս, որ գումարը հեշտությամբ հոսի դեպի իմ կյանք։ Եվ հենց այդ պահին փոփոխությունը սկսվում է։ Քո մարմինը ամեն ինչ լսում է, ամեն մի միտք, որ մտածում ես, ամեն մի խոսք, որ ասում ես, ազդանշաններ է ուղարկում քո մարմնին։ Երբ անհանգստանում ես գումարի համար, մարմինդ լարվում է, ստամոքսդ կծկվում է, շնչառությունը դառնում է կարճ, քունդ խանգարվում է։ Բայց երբ խոսում ես խաղաղության ու բարօրության խոսքերով, քո մարմինը սկսում է մեղմանալ, սիրտդ բացվում է, քո ուսերը թուլանում են։ Սա է միտք-մարմին կապը։
Գաղտնիքը միայն լավ մտքեր ունենալու մեջ չէ։ Խոսքը ներքին ներդաշնակություն ստեղծելու մասին է։ Երբ քո միտքն ու մարմինը ներդաշնակ են, դու դառնում ես մաքուր անոթ, որի միջով առատությունը կարող է ազատորեն հոսել։ Գումարի մասին անհանգստությունները հաճախ հայտնվում են մարմնում լարվածության տեսքով, հատկապես մեջքի ստորին հատվածում ու որովայնում։ Այս շրջանները կապված են աջակցության ու անվտանգության զգացման հետ։ Երբ այդտեղ լարվածություն կամ անհանգստություն ես զգում, դա մի նուրբ ազդանշան է, հուշում, որ ժամանակն է սիրով խոսել այդ հատվածներիդ հետ։ Փորձիր ձեռքդ դնել քո մեջքի ստորին հատվածին կամ փորի վրա ու ասել. ես աջակցված եմ, ես ապահով եմ, ես վստահում եմ կյանքին, որ այն հոգ կտանի իմ մասին։ Ասա դա զգալով, ասա կարծես խոսում ես մի շատ սիրելի մարդու հետ, որովհետև այդ սիրելի մարդը հենց դու ես, դու խոսում ես քեզ հետ։ Այժմ արի անենք մի փոքր շնչառական վարժություն։ Դանդաղ շնչիր, մտածելով բարի գալուստ հարստություն, արտաշնչիր մեղմ, մտածելով ես բաց եմ թողնում վախը։ Եվս մեկ անգամ, նշունչ, բարի գալուստ հարստություն, արտաշնչիր, ես բաց եմ թողնում վախը։ Եվ վերջին անգամ, նշունչ, բարի գալուստ հարստություն, արտաշնչիր, ես բաց եմ թողնում վախը։ Զգա այդ փոփոխությունը, նույնիսկ մի քանի խորը շունչը կարող է տարբերություն ստեղծել։ Քո շնչառությունը քո խարիսխն է և քո խոսքը քո ուժը։ Երբ դու համադրում ես այդ երկուսը, իսկական փոփոխություն ես ակտիվացնում։ Արի կրկնենք այս հաստատումը միասին։ Գումարը հոսում է դեպի ինձ հեշտությամբ ու ուրախությամբ։ Ես վստահում եմ կյանքին։ Ես վստահում եմ, որ տիեզերքը աջակցում է ինձ։ Եվս մեկ անգամ։ Գումարը հոսում է դեպի ինձ հեշտությամբ ու ուրախությամբ։ Ես վստահում եմ կյանքին։ Ես վստահում եմ, որ տիեզերքը աջակցում է ինձ։ Եվ վերջին անգամ։ Գումարը հոսում է դեպի ինձ հեշտությամբ ու ուրախությամբ։ Ես վստահում եմ կյանքին։ Ես վստահում եմ, որ տիեզերքը աջակցում է ինձ։ Այս խոսքերը պարզապես հնչյուններ չեն։ Սրանք թրթիռներ են, և ամեն անգամ, երբ դու արտասանում ես դրանք, դու փոխում ես քո էներգիան։ Դու նշան ես տալիս տիեզերքին, որ ես պատրաստ եմ, ես բաց եմ, ես ինքս ինձ թույլ եմ տալիս ընդունել։ Պահիր այս ճշմարտությունը սրտիդ մոտ, քո մտքերը ձևավորում են քո աշխարհը։ Քո խոսքերը կառուցում են քո ճանապարհը, քո զգացմունքները առաջնորդում են քո քայլերը։ Դու թույլ չես, դու հզոր ստեղծող էակ ես։ Եվ երբ ընտրում ես խաղաղության, սիրո ու հարստության մտքերը, դու սկսում ես ապրել մի նոր պատմություն։ Պատմություն, որտեղ գումարը գալիս է ոչ թե ստրեսից, այլ ուրախությունից։ Պատմություն, որտեղ դու ոչ թե վազում ես դրա հետևից, այլ ձգում ես այն դեպի քեզ։ Պատմություն, որտեղ առատությունը հոսում է ազատ, քանի որ դու գիտես, որ դու արժանի ես։ Ամեն թիվ ունի իր էներգիան ու վիբրացիան, իսկ 777 թիվը կրում է մի հատուկ վիբրացիա։ Սա աստվածային ամբողջացման, կատարյալ ներդաշնակության և երկնային առատության էներգիան է։ Երբ դու տեսնում ես 777 թիվը, դա տիեզերքի ուղարկած մի հաղորդագրություն է։ Դու գտնվում ես ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, որտեղ որ պետք է գտնվես։ Սա հիշեցում է, որ ամեն ինչ կազմակերպվում է քո օգտին, անգամ եթե դու դեռ չես տեսնում արդյունքը։ Բայց այնինչ շատերը չեն գիտակցում, դու կարող ես հրավիրել քո կյանք, քո խոսքերով, մտքերով ու տրամադրությամբ։ Դու կարող ես համաձայնեցնել քո միտքն ու հոգին 777-ի վիբրացիաների հետ։ Ոչ թե բռնությամբ, ոչ թե հուսահատությամբ, այլ նրբորեն և հետևողականորեն ներդաշնակվելով առատության էներգիայի հետ։ Երբ մենք խոսում ենք դրամական հոսքերի մասին հոգևոր տեսանկյունից,
Դա ագահության կամ նյութապաշտության մասին չէ։ Մենք խոսում ենք աջակցության մասին, ազատության մասին, առանց վախի կյանքին այո ասելու հնարավորության մասին։ Ահա թե ինչին է օգնում 777-ը։ Այն բացում է քո սիրտն ու կյանքը ընդունելու ոչ միայն մետաղադրամներ կամ թղթադրամներ, այլ նաև գաղափարներ, լուծումներ, հրաշքներ ու աջակցություն։ Դու դառնում ես մագնիս այն ամենի համար, որոնք կյանքը դարձնում են ավելի հեշտ, ավելի լիարժեք, ավելի հարուստ բոլոր իմաստներով։ Այսօր ես քեզ հրավիրում եմ օգտագործել 777-ը որպես սրբազան բանալի։ Դու կարող ես ցածրաձայն կրկնել այն քո մեջ ողջ օրվա ընթացքում, կարող ես շշնջալ այն մեդիտացիայի ժամանակ, կարող ես գրել օրագրումդ կամ փոքրիկ թղթիկների վրա ու փակցնել տան տարբեր անկյուններում։ Այդպիսով այն դառնում է մի նշան, մի հուշում քո հոգուն, որ դու բաց ես ընդունելու։ Արի փորձենք միասին։ 777 Ես մագնիս եմ աստվածային առատության համար, հիմա եւ ընդմիշտ։ Կրկնենք 777 Ես մագնիս եմ աստվածային առատության համար, հիմա եւ ընդմիշտ։ Եվս մեկ անգամ 777 Ես մագնիս եմ աստվածային առատության համար, հիմա եւ ընդմիշտ։ Զգա այդ խոսքերի հետևում թաքնված ուժը։ Դու գումար չես աղաչում, դու դրա հետևից չես վազում։ Դու կանգնում ես քո ճշմարտության համար։ Դու քո ծննդյան իրավունքն ես ճանաչում։ Դու ընտրում ես ներդաշնակվել առատության հետ։ Սա կապ չունի բախտի հետ։ Սա գիտակցության մասին է։ Որքան շատ նկատես առատությունը, այնքան ավելի ազատ այն կսկսի հոսել դեպի քո կյանք։ Ամեն անգամ, երբ դու այդ մտադրությամբ արտասանում ես 777, դու այո ես ասում քո բարձրագույն բարօրությանը։ Դու դուռը մի փոքր ավելի լայն ես բացում, որպեսզի օրհնությունները մուտք գործեն քո կյանք։ Չանհանգստանաս, թե գումարը ոնց կամ երբ պիտի հայտնվի։ Դա քո գործը չէ։ Քո գործը մանրամասների հետևից ընկնելը չէ։ Քո գործը վստահելն է, բաց մնալը, քո սիրտն ու միտքը ընդունելու համար պատրաստ պահելը։ Եվ դու մենակ չես այս ճանապարհին։ Տիեզերքը սիրում է քեզ, տիեզերքն աջակցում է քեզ եւ մշտապես լսում է քեզ։ Ասա կրկին 777 Ես մագնիս եմ աստվածային առատության համար, հիմա եւ ընդմիշտ։ Սա քո պահն է, բացիր հոսքը դեպի քեզ։ Դու կարիք չունես կատարյալ լինելու, քեզ անհրաժեշտ է պատրաստ լինել, մնացածը ինքն իրեն կգա։ Մի կախարդական բան է տեղի ունենում, երբ դու կրկնում ես այս խոսքերը սիրով ու հավատով։ Քո միտքը լսում է, քո մարմինը լսում է, քո շուրջը էներգիան սկսում է փոխվել։ Գուցե լսել ես այս արտահայտությունը, կրկնիր 3 անգամ։ Դա կարող է պարզ հնչել, բայց դրա մեջ խորը իմաստ կա։ Կրկնությունը ստեղծում է ռիթմ, ռիթմը ստեղծում է հավատ։ Երբ դու մի բան ասում ես 3 անգամ ամբողջ ուշադրությամբ, դու խոսում ես քո գիտակցական մտքի, ենթագիտակցության եւ քո հոգու հետ։ Դու խարսխում ես ճշմարտությունը, դու փոխարինում ես կասկածը հավատով, վախը լույսով ու պակասը առատությամբ։ Թիվ 3-ը հզոր թիվ է։ Այն խորհրդանշում է ամբողջականություն, միտք, մարմին, հոգի։ Պատահական չէ, որ բազմաթիվ հոգևոր գործելակերպեր օգտագործում են կրկնությունը հենց 3 անգամ։ Պատկերացրու այն որպես մի նուրբ մուրճ, որը թակում է քո հին համոզմունքներին, հարցնելով ժամանակը չի արդյոք տեղ տալ նոր հավատին։ Դու կարիք չունես բարձրաձայնելու, կարիք չունես ստիպելու, պարզապես խոսիր անկեղծությամբ, պարզությամբ ու սիրով։ Երբ դու հաստատումներդ արտասանում ես 3 անգամ, դու թույլ ես տալիս դրանց ավելի խորը ներթափանցել։ Դու ասում ես քո ամբողջ էությանը, սա ճշմարիտ է, սա անվտանգ է, սա իրական է, ինձ համար, հենց հիմա։ Արի կիրառենք միասին։ Վերցրու խորը շունչ և մեղմ կրկնիր ինձ հետ։ Ես բաց եմ անսպասելի գումար ստանալու համար հենց հիմա։ Եվս մեկ անգամ
Ես բաց եմ անսպասելի գումար ստանալու համար հենց հիմա։ Եվ վերջին անգամ, ես բաց եմ անսպասելի գումար ստանալու համար հենց հիմա։ Թող քո հոգին զգա այդ խոսքերը, ոչ թե հույսից կամ երազանքից, այլ գիտակցումից։ Գիտակցումից, որ առատության էներգիան արդեն հոսում է դեպի քեզ։ Գիտակցումից, որ այնինչ քեզ համար է, դու ստիպված չես հետապնդել։ Գիտակցումից, որ գումարը պարզապես կյանքի մի ձև է, որը ասում է այո, ես քեզ տեսնում եմ, ես աջակցում եմ քեզ։ Դու կարող ես կիրառել այս պրակտիկան ցանկացած պահի առավոտյան, երեկոյան կամ երբ զգում ես, որ պետք է վերանախաձեռնել քո մտքերը։ Դու կարող ես շշնջալ այս հաստատումները կամ բարձրաձայն ասել, կամ նույնիսկ գրել 3 անգամ, որպեսզի ամրապնդես հաղորդագրությունը։ Բանալին սա է. բեր քո սիրտը այս խոսքերի մեջ։ Ոչ թե պարզապես բառեր ասա, այլ զգա դրանց ճշմարտությունը։ Զգա ինչպես է դուռը բացվում, զգա ինչպես է ներսումդ տեղի ունենում փոփոխությունը, որովհետև հենց այն պահից, երբ դու իսկապես հավատում ես, որ բաց ես ստանալու, կյանքը սկսում է քեզ ավելի շատ բան ուղարկել, որպեսզի դու ստանաս։ Հիշիր, սա ինքնադրսևորման վրա ճնշում գործադրել չէ։ Սա նրբորեն ներդաշնակվելն է այն ճշմարտության հետ, որ դու արժանի ես, որ դու արդեն բավարար ես, որ դու աջակցված ես։ Դու պարտավոր չես վաստակել քո օրհնությունները, դրանք քո աստվածային ժառանգության մի մասն են։ Պարզապես ասա այո։ Ասա 3 անգամ, ասա սիրով, ասա խաղաղությամբ։ Եվ վստահիր, որ տիեզերքն արդեն պատրաստում է դա հենց քեզ համար։ Հարստության համար տեղ ստեղծելը պարտադիր չի անել մեծ քայլերով։ Շատ հաճախ դա սկսում է փոքր առօրյա սովորույթներից, որոնք ամբողջությամբ փոխում են էներգիան։ Երբ դու սկսում ես քո մտքերը նորից ներդաշնակել առատության հետ, դու սկսում ես նկատել, թե ինչպես է առատությունն ինքը ցանկանում գալ քո կյանք։ Հնարավոր է դա լինի նոր գաղափարի տեսքով, մի բարի ժեստով, մի անսպասելի փոխհատուցմամբ կամ ոգեշնչման թարմ ալիքով, բայց ստանալու համար պետք է պատրաստ լինես, պետք է գումարին դիմավորես ինչպես մի հարգված հյուրի, ոչ թե օտարականի։ Եվ դա սկսվում է պարզ կայուն օրական պրակտիկայով, որը փոխում է քո էներգիան անհանգստությունից դեպի ընդունելություն։ Սկսիր երախտագիտությունից։ Ամեն առավոտ տրամադրիր մի քանի րոպե շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ արդեն ունես։ Նույնիսկ եթե դա փոքր բան է, մի բաժակ տաք թեյ, տանիք գլխավերևում, ինչ-որ մեկի բարի խոսք։ Երախտագիտությունը բազմապատկում է այն, ինչի վրա կենտրոնանում ես։ Երբ դու օրհնում ես այն, ինչ արդեն ունես, դու ստեղծում ես տարածություն ավելին ընդունելու համար։ Փորձիր այս հաստատումը ամեն առավոտ։ Շնորհակալ եմ այն առատության համար, որ ամեն օր հոսում է դեպի ինձ։ Եվ կրկնիր նույնը գիշերը։ Թող քո օրվա առաջին ու վերջին մտքերը արմատավորվեն երախտագիտության մեջ։ Մեկ այլ հզոր պրակտիկա է մաքրել ու կարգի բերել քո տարածքը։ Ոչ թե շտապելով կամ ճնշման տակ, այլ սիրով։ Երբ ազատվում ես ավելորդ բաներից, դու ազդանշան ես տալիս տիեզերքին, ես պատրաստ եմ ավելիին։ Դու տեղ ես ազատում։ Դու բացում ես քո կյանքը նորի համար։ Եվ նույնիսկ երբ պարզապես մաքրում ես մի դարակ կամ մի անկյուն, կարող ես մեղմ շշնջալ։ Ես տեղ եմ բացում, որ հարստությունն ու օրհնությունները մուտք գործեն իմ կյանք։ Սա կատարյալ լինելու մասին չէ, սա մտադրությամբ ապրելու մասին է։ Մի նվեր էլ հաստատումներն են, որ կարող ես ամեն օր քեզ տալ։ Պետք չէ սպասել հատուկ պահի։ Կարող ես դրանք ասել աման լվանալիս, մեքենա վարելիս, քայլելիս, լողանալուց։ Թող դրանք դառնան քո ներքին ֆոնային երաժշտությունը։ Մի գեղեցիկ հաստատում, որը կարող ես միշտ քեզ հետ կրել, սա է. ես օրհնում եմ իմ ֆինանսները եւ դրանք փոխադարձաբար օգնում են ինձ։ Ասա հիմա. ես օրհնում եմ իմ ֆինանսները եւ դրանք փոխադարձաբար օրհնում են ինձ։ Կրկնիր. ես օրհնում եմ իմ ֆինանսները եւ դրանք փոխադարձաբար օրհնում են ինձ։
Այս խոսքերը սկսում են փափկեցնել քո հարաբերությունը գումարի հետ։ Դրանք բերում են վստահություն, խաղաղություն և ընդունում։ Եվ մի մոռացիր փառաբանել ինքդ քեզ։ Սա ամենից շատ մոռացվող, բայց ամենաանհրաժեշտ հոգևոր պրակտիկաներից մեկն է։ Երբ դու ճանաչում ես քո արժեքը, երբ սիրով ես խոսում քո մասին, դու ակտիվացնում ես մագնիսականություն, որը ավելի շատ բարիք է քաշում դեպի քեզ։ Ասա. ես անում եմ իմ առավելագույնը և դա բավական է։ Ես արժանի եմ աջակցության։ Ես հպարտանում եմ իմ անցած ճանապարհով։ Երբ դու փառաբանում ես ինքդ քեզ, տիեզերքը արձագանքում է նույն էներգիայով և ուղարկում է օրհնություններ։ Դու ստեղծված չես առատություն աղերսելու, դու ստեղծված ես այն բացելու և ընդունելու համար։ Եվ հիմա դու հենց դա էլ անում ես։ Կանգնիր հայելու առաջ, պարզապես դու ու քո արտացոլանքը։ Այս պարզ քայլը կարող է փոխել քո կյանքը, երբ արվում է սիրով ու ներկայությամբ։ Նայիր քո աչքերի մեջ, առանց քննադատության, միայն բարությամբ։ Շատերը երբեք դա չեն արել։ Նրանք հայելու մեջ նայել են մազերը կարգավորելու կամ տեսքը շտկելու համար, բայց երբեք ոչ իրենց իսկական եսին հանդիպելու համար։ Պետք չի, որ դու կատարյալ լինես հարստության արժանի լինելու համար։ Քեզ պետք չի վաստակել իրավունք, որպեսզի աջակցություն ստանաս։ Հայելին քեզ հնարավորություն է տալիս հանդիպել այդ մարդուն, ով արդեն ամեն ինչ արել է, ով համբերել է ու վերջապես պատրաստ է ընդունելու։ Խոսիր քնքշորեն ինքդ քեզ հետ։ Ասա. ես քեզ սիրում եմ։ Թող այդ խոսքերը թափանցեն ներսդ։ Դադար առ, շունչ քաշիր, ասա. ես հպարտ եմ քեզանով։ Պարտադիր չի, որ սկզբում ամբողջությամբ հավատաս, բավական է, որ սկսես անել։ Դա հենց բուժման սկիզբն է։ Իսկ հիմա կրկնիր ինձ հետ։ Ես պատրաստ եմ հարստանալու բոլոր իմաստներով։ Կրկնիր. ես պատրաստ եմ հարստանալու բոլոր իմաստներով։ Եվ վերջին անգամ, ես պատրաստ եմ հարստանալու բոլոր իմաստներով։ Առատությունը միայն գումարի մասին չէ, այն լիարժեք լինելու զգացողության մասին է։ Աջակցված լինելու, ուրախ լինելու ու ունենալու այն ամենը, ինչ քեզ պետք է, և ավելին առանց մեղքի։ Երբ դու սա ասում ես հայելու առաջ, դու հայտարարում ես քո ճշմարտությունը, դու ասում ես կյանքին. ես այլևս չեմ փոքրանում, ես պատրաստ եմ աճել։ Դու կարող ես այս պրակտիկան անել ամեն օր, առավոտյան կամ երեկոյան, երբ ուզես։ Նույնիսկ 1 րոպե հայելու աշխատանքի ժամանակ կարող է բացվել քո սիրտը, այնպես, որ դու չես էլ պատկերացնում։ Կլինեն օրեր, երբ կլացես։ Դա նորմալ է, դա ազատման մի մասն է։ Կլինեն օրեր, երբ կժպտաս, նույնիսկ կծիծաղես։ Բաց սիրտդ։ Դա է բուժումը։ Կարևորը այն է, որ դու ներկայանաս քո առջև, կանգնես քո դիմաց ազնվությամբ ու սիրով։ Եվ երբ խոսես, մի քիչ մնա, թող քո արտացոլանքը լսի լռությունը, քո նոր հավատքի լռությունը։ Դու այլևս այն մարդը չես, ով եղել ես։ Դու դառնում ես մի մարդ, ով վստահում է, մարդ, ով ընդունում է, մարդ, ով կյանքին ասում է այո։ Եթե քեզ դժվար է ասել ես քեզ սիրում եմ, սկսիր այսպես. ես պատրաստ եմ սիրել քեզ, և դա բավական է։ Պատրաստակամությունը ուժ է, այն դուռ է բացում։ Պետք չի ամեն ինչ հստակ իմանալ, պարզապես պատրաստ եղիր, պարզապես խոսիր սիրով։ Քո արտացոլանքը քո թշնամին չէ, այն քո ընկերն է, քո ճշմարիտ եսն է։ Եվ ամեն մի խոսք, որ ասում ես այդ հայելու առաջ, դառնում է սերմ քո հոգում։ Սիրով ու ուշադրությամբ խնամելով այն կաճի, կրկնությամբ այն կծաղկի։ Դու ուղղակի օդի մեջ չես խոսում, դու խոսում ես քո ապագայի հետ։ Թող սա լինի քո ճշմարտության պահը։ Նայիր հայելու մեջ ու ասա. ես քեզ սիրում եմ, ես հպարտ եմ քեզանով, ես պատրաստ եմ հարստանալու բոլոր իմաստներով։ Տար այս խոսքերը քեզ հետ և հիշիր ամեն անգամ։ Երբ սիրով նայում ես հայելու մեջ, դու մեկ քայլ մոտենում ես այն կյանքին, որ իսկապես ուզում ես ապրել։ Երբեմն մենք վարանում ենք ստանալ, քանի որ մեզ ասել են չպետք է շատ ուզես։
Կամ գուցե մեղավորություն ենք զգում, որ ավելին ենք ուզում, երբ ուրիշները քիչ ունեն։ Բայց մեղքը խաղաղության ճանապարհ չէ։ Բարի լինելու համար պարտադիր չէ մեղքի զգացում ունենալ։ Դու կարող ես հոգ տանել ուրիշների մասին և միաժամանակ թույլ տալ ինքդ քեզ ընդունել։ Դու կարող ես լինել առատաձեռն և միևնույն ժամանակ արժանի լիարժեք աջակցության։ Տիեզերքը մեզ մեղքի հիման վրա չի տալիս, այն տալիս է բաց լինելու հիման վրա։ Եվ այսօր դու իրավունք ունես բաց լինելու, դու իրավունք ունես ստանալու, դու իրավունք ունես ընդունելու օրհնությունները առանց արդարացման։ Պատկերացրու, որ կանգնած ես մի հսկա առատության ջրվեժի տակ։ Ջուրը հորդում է, բայց դու բռնել ես մի անձրևանոց մեղքի զգացողությունից։ Ջուրը ուզում է հասնել քեզ, բայց չի կարող, քանի որ այդ անձրևանոցը պատրաստված է այն հավատալիքներից, որոնք ասում են ես արժանի չեմ, ես չպետք է ունենամ սա չափազանց շատ է ինձ համար։ Բայց ճշմարտությունն այն է, որ կյանքը սահմանափակ չէ։ Երբ դու լիովին ընդունում ես, դու ոչ մի բան չես խլում ուրիշներից։ Դու պարզապես ասում ես. այո, ես պատրաստ եմ ընդունել իմ բաժինն այս անսահման բաշխումից։ Եվ երբ դու ընդունում ես սիրով, դու կարող ես ավելի շատ տալ նույն սիրով։ Մեղքը չի ծառայում ոչ ոքի, բայց ուրախությունը, առատաձեռնությունն ու երախտագիտությունը ծառայում են բոլորին։ Փորձիր այս հաստատումը հենց հիմա։ Իմ աստվածային իրավունքն է բարօրություն ունենալ։ Ես բաց ձեռքերով դիմավորում եմ ավելիին։ Կրկնիր, բարօրություն ունենալը իմ աստվածային իրավունքն է, ես բաց ձեռքերով դիմավորում եմ ավելիին։ Եվս մեկ անգամ, բարօրություն ունենալը իմ աստվածային իրավունքն է, և ես բաց ձեռքերով դիմավորում եմ ավելիին։ Թող քո մարմինը զգա այս խոսքերի ճշմարտությունը, թող քո միտքը հալվի։ Դու կարիք չունես վաստակելու քո գոյության իրավունքը։ Դու չպետք է փոքրանաս, որպեսզի ուրիշները իրենց հարմար զգան։ Ընտրիր լինել լիարժեք, ազատ, օրհնված։ Եվ քո օրհնությունները ոչ մեկին չեն խանգարում, դրանք նույնիսկ կարող են ոգեշնչել ուրիշներին։ Կլինեն պահեր, երբ հին մեղքի զգացողությունները կրկին իդերև կգան։ Դա նորմալ է։ Դա պարզապես մի հին անցողիկ միտք է, ոչ մշտական ճշմարտություն։ Մեղմորեն հիշեցրու ինքդ քեզ. ես կարող եմ ընդունել և միևնույն ժամանակ մնալ բարի։ Ես կարող եմ ունենալ ավելին և դեռ մնալ խոնարհ։ Ես կարող եմ հաջողել և միևնույն ժամանակ լինել առատաձեռն։ Սրանք հակադրություններ չեն, սրանք գործընկերներ են։ Եվ որքան շատ թույլ տաս ինքդ քեզ ապրել առատության մեջ, այնքան ավելի վառ օրինակ կլինես ուրիշների համար, ոչ թե ագահության, այլ շնորհի ու արժանիության օրինակ։ Դրա համար ամեն օր թույլ տուր քեզ ստանալ, կյանքից աջակցություն ընդունել, ուրախությամբ վայելել այն օրհնությունները, որոնք գալիս են դեպի քեզ։ Ասա սա հաճախ, ասա սիրով, ես բաց ձեռքերով դիմավորում եմ ավելիին։ Բարիքը մերժելը քեզ չի դարձնում ավելի արժանի մարդ, բայց այն երախտագիտությամբ ընդունելը բերում է մի նոր լույս, նրբություն ու հոգևոր խորություն քո կյանքի մեջ։ Եվ դու, հարազատս, ստեղծված ես գեղեցիկ, լիարժեք կյանք ապրելու համար։ Գումարի հաստատումները ամենասիրալիր բաներից մեկն է, որ կարող ես անել ինքդ քեզ համար։ Դա նման է սուրբ տարածք կառուցելուն քո սրտի ներսում, որտեղ միայն ճշմարտությունն ու առատությունն են ողջունելի։ Սա կախարդանք չէ, սա կարճ ճանապարհ չէ, սա ներդաշնակվելն է առատության վիբրացիայի հետ այնպես, ինչպես ռադիոյի ալիքն ես որսում, որ պարզ ու հստակ լսես։ Դու կարող ես ներդաշնակել քո մտքերը բարօրության վիբրացիայի հետ, և դրա համար կա մի հզոր, պարզ ու նրբորեն ազդեցիկ պրակտիկա՝ 7-7-7-ի մեթոդը։ Գտիր մի հանգիստ տեղ, կարող ես մոմ վառել կամ պարզապես ձեռքը դնել սրտիդ վրա։ Շշնջա 7-7-7 դանդաղ ու զգայուն։ Զգա, թե ինչպես է այն արձագանքում քո կրծքում։ 7-7-7-ը կրում է ներդաշնակություն,
շնորհի ու հոգևոր աջակցության վիբրացիա։ Հիմա ասա բարձրաձայն. 777 Ես աստվածային առատության մագնիս եմ, այժմ և միշտ։ Կրկնիր. 777 Ես աստվածային առատության մագնիս եմ, այժմ և միշտ։ Եվս մեկ անգամ. 777 Ես աստվածային առատության մագնիս եմ, այժմ և միշտ։ Շնչիր հանգիստ, թող մարմինը թուլանա։ Այս լռության մեջ դու ոչ թե խնդրում ես, այլ ընդունում։ Հիմա վերցրու թուղթ ու գրիչ։ Գրիր այն, ինչ պատրաստ ես ընդունելու։ Լինի դա հավելյալ գումար վճարմուծելու համար, նոր հնարավորություններ կամ պարզապես խաղաղություն ֆինանսների շուրջ։ Գրիր սիրով ու գրիր այնպես, ասես արդեն իրականություն է։ Ոչ թե ես ուզում եմ, այլ ես ողջունում եմ։ Ոչ թե հույս ունեմ, այլ ես ընդունում եմ։ Այսպես դու ասում ես տիեզերքին. ես լուրջ եմ իմ պատրաստականության մեջ։ Եվ գրելուց հետո փակիր աչքերդ, պատկերացրու, որ դա արդեն գալիս է դեպի քեզ։ Ոչ թե վախով կամ ճնշմամբ, այլ հեշտությամբ, հոսելով։ Ժպտա, երբ տեսնում ես դա։ Ժպտա, որովհետև դա քոնն է։ Ժպտա, որովհետև վերջապես այո ես ասել քո բարօրությանը։ Ավարտիր արարողությունը երախտագիտությամբ ասելով. շնորհակալ եմ այս օրհնության համար, ես ընդունում եմ այն ուրախությամբ։ Դու կարող ես կրկնել այս մեդիտացիան ամեն օր, շաբաթը մի քանի անգամ կամ ցանկացած պահի, երբ ուզում ես կրկին կապ հաստատել քո առատության էներգիայի հետ։ Որքան շատ անես, այնքան բնական կդառնա։ Որքան բնական ստացվի, այնքան հեշտությամբ կհոսի առատությունը քո կյանք։ Դու ոչինչ ստիպելով չես անում։ Դու պարզապես թույլ ես տալիս, որ այն, ինչ քեզ համար նախատեսված է, հասնի քեզ։ Եվ վերջում, պահիր այս հաստատումը քո սրտի մոտ։ Ես հիմա հաստատում եմ հարստությունը, սերը և ուրախությունը իմ բնական վիճակն են։ Ասա այն հավատով, ասա այն քնքշությամբ, կրկնիր այնքան, մինչև քո ողջ էությունը դա իմանա։ Երբ դա անում ես, դու մտնում ես այն տարբերակիդ մեջ, ով այլևս չի կասկածում, այլևս չի հետապնդում, այլևս չի վախենում։ Դու դառնում ես քո այն տարբերակը, որը ընդունում է շնորհով և այդպիսով ստեղծում ես տարածք հրաշքների համար։ Դու այսքան ճանապարհ ես անցել։ Դու ժամանակ ես հատկացրել ներսդ նայելու, սիրով խոսելու, սիրտդ բացելու նոր ճշմարտության առաջ։ Սա քիչ բան չէ։ Սա հզոր փոփոխության գործողություն է։ Շատ մարդիկ տարիներ են անցկացնում վախի, կասկածի ու դիմադրության մեջ։ Բայց դու ընտրում ես այլ ճանապարհ։ Դու ընտրում ես բարձրանալ, դու ընտրում ես հավատալ, դու ընտրում ես թողնել հինը և այո ասել նորին։ Եվ տիեզերքը քեզ լսում է։ Դու այլևս առաջվանը չես, դու ավելի թեթև ես, ավելի պարզ, ավելի բաց ընդունելու համար։ Եվ ամեն բան, ինչ այսօր հաստատեցիր, արդեն սկսում է գործել քո կյանքում։ Սիրով ասված ամեն խոսք, վստահությամբ լի արված ամեն շունչ առատության ընդունումով, ամենը միասին ստեղծում են քո նոր իրականությունը։ Գուցե դա միանգամից չերևա, բայց այն գալիս է, քանի որ դու այլևս փակ չես։ Դու չես հրում այն, դու ուղղակի ընդունում ես այն։ Ասա սա ինձ հետ միասին հիմա. ես հարուստ եմ, ես օրհնված եմ, ես պատրաստ եմ։ Կրկին. ես հարուստ եմ, ես օրհնված եմ, ես պատրաստ եմ։ Եվս մեկ անգամ. ես հարուստ եմ, ես օրհնված եմ, ես պատրաստ եմ։ Թող սա լինի քո ճշմարտությունը այսուհետ, ոչ թե ցանկություն, այլ վստահություն, ոչ թե երազ, այլ որոշում։ Սա ես եմ, հենց հիմա, ես, ով թույլ է տալիս, ով վստահում է, ով ընդունում է։ Հիշիր, սա մեկ անգամվա վարժություն չէ, սա ապրելու ձև է։ Ամեն օր սիրով խոսիր քո ֆինանսների մասին, ընտրիր օրհնել քո ճանապարհը, ընտրիր տոնել նույնիսկ առատության ամենափոքր նշանները, քանի որ դրանք բոլորը հոսքի մի մասն են։ Դրանք բոլորը նշաններ են,
որ դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Դու խորը սիրված ես, դու աստվածային կերպով առաջնորդված ես և դու առատորեն պաշտպանված ես։ Թող սա լինի քո նոր սկիզբը։ Թող սա լինի այն օրը, երբ դու ասում ես այո հարստությանը, այո ուրախությանը, այո այն ամենին, ինչ դու արժանի ես։ Ես նազելին եմ, ես հավատում եմ քեզ և ես անչափ հպարտ եմ քո ընտրած ճանապարհով։ Անպայման բաժանորդագրվիր մեր ալիքին և սեղմիր ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնես մեր խմբի հայտարարությունները, որտեղ պատրաստվում ենք ստեղծել հզոր ու զորեղացված համայնք, նվիրված իրական վերափոխմանը։